Պարոն Բադալյան, նոր-նորքի համայնքապետ այսօր քաղաքապետարանում ծեծկրտուքի համար ներողություն խնդրեց հանրությունից։ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ դատավորի դեր չի ուզում ստանձնել։ Քաղաքական իմաստով ով պիտի ստանձնի այստեղ դատավորի դերը, եւ կարող ենք համարել, որ եթե ԿՊ-ն երկու կողմերին էլ մեղադրեց անցյալ շաբաթ, ուրեմն քաղաքական պատշաճ գնահատական այդպես չի տրվելու այս դեպքին։ Այս դեպքի առնչությամբ քաղաքական դատավորի դերի կարիք չկա, կա քաղաքական պատասխանատուի կարիք, այսինքն ուժ, որը քաղաքական պատասխանատվություն պետք է ստանձնի այդօրինակ միջադեպի եւ պաշտոնյայի այդօրինակ վարքագծի համար։ Մենք տեսանք, որ անմիջականորեն ներկայացնող ուժը, այսինքն Հանրապետություն կուսակցությունը, ոչ թե ստանձնեց քաղաքական պատասխանատվություն, այլ անմիջապես նույնիսկ աշխարհաքաղաքական համատեքստ տվեց տեղի ունեցածին եւ նույնիսկ ինչ-որ շանտաժի տարերով դիրքորոշմամբ փորձեց քաղաքական պաշտպանության անցնել, որպիսի կոալիցիոն տրամաբանության մեջ չդրվի պաշտոնանկության հարց։ Եվ այս իմաստով քաղաքացիական պայմանագիրը մենք տեսնում ենք, որ արձագանքեց միայն քաղաքային ավագանու մակարդակով, այսինքն Նիկոլ Փաշինյանի մակարդակով կամ խորհրդարանական մակարդակով արձագանք չեղավ, եւ ես կարծում եմ սրա պատճառը նաեւ այն է, որ Նիկոլ Փաշինյանը չունենալով քաղաքական պատասխանատվության ենթարկելու մոտիվ կամ հնարավորություն, պարզապես փորձեց անմասն մնալ եւ այստեղ այսպես դիմացի կողմում հայտնվեց քաղաքապետը Տիգրան Ավինյանը եւ նաեւ Ավինյանի վարքագծից էլ դա ակնառու էր, բայց Ավինյանն էլ չունեցավ այն քաղաքական կշիռը եւ տրամաչափը, որը թույլ կտար նրան ստանձնել պատասխանատվություն տեղի ունեցածի համար։ Քաղաքապետի խոսքով քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է ցուցաբերել զսպվածություն եւ չտրվել սադրանքների, բայց չի պատրաստվում դատավորի դեր ստանձնել կա խուլիգանության հոդված անձանց նկատմամբ։ Պարոն Բադալյան, հաշվի առնելով երկրում դատաիրավական մթնոլորտում իրավիճակը, մենք կարող ենք ասել, որ եթե Ավինյանը կամ ԿՊ խմբակցությունը չի ստանձնում դատավորի կամ այդ ձեր ասած քաղաքական պատասխանատուի դերը, ապա այն կարող է չստանձնել նաև իրավապահ մարմինը։ Դատավորի դեր, այո, կարիք կա, այսինքն անհրաժեշտություն կա եւ նույնիսկ պարտադիր անհրաժեշտություն կա այսպիսի իրավիճակներում, որպեսզի լինի իրավական մակարդակով, սակայն այո, քանի որ մենք տեսնում ենք քաղաքական մակարդակով իրավիճակը զարգացավ այս տրամաբանությամբ, մեղմ ասած գրեթե անհավանական է, որ իրավական առումով զարգացումը տարբերվի քաղաքական այն տրամաբանությունից, որ մենք տեսանք։ Եվ հետեւաբար իրավական process-ը ըստ իս սպասարկելու է արդեն հենց քաղաքական տրամաբանությանը, ինչը մեծ հաշվով տեղի է ունենում մեր երկրում, այսպես ասենք, ճակերտավոր ավանդաբար, այսինքն իրավունքն է սպասարկում քաղաքականությանը։ Եվ այս տեսանկյունից իհարկե չեմ կարծում, որ այս դեպքը լինելու է տարբերություն։ Քաղաքական իմաստով արդյոք այս միջադեպից այդուամենայնիվ թուլացած դուրս չեկավ ԿՊ-ն, հասկանալով, որ եթե նկատի իր կոալիցիոն գործընկերների սադրանքը, ապա նրանց կսադրի դուրս գալ այդ կոալիցիայից։ Ես կարծում եմ մեծ հաշվով ԿՊ-ի թուլացված դուրս գալու եզրահանգումը գուցե մի քիչ չափազանցված է, այն պատճառով, որ ԿՊ-ն առանց այդ էլ այսօր հանրային վարկանիշի, հանրային հեղինակության իմաստով բավական թուլացած է եւ շատ ավելի լուրջ ու շատ ավելի, այսպես ասենք, երկարաժամկետ ազդեցություն, նշանակություն ունեցող հանգամանքների բերումով, քան օրինակ այսպիսի միջադեպը։ Իհարկե, սա եւս մի կաթիլ էր, բայց այդ առումով չեմ կարծում բախտորոշ կաթիլ։ Միջադեպը ըստ իս ավելի շատ հարվածեց անմիջականորեն հենց Հանրապետություն կուսակցությանը եւ արդեն մնացյալ առումներով ԿՊ-ի ներսում կարծում եմ կծառայեցվի այսպես ուժերի հարաբերակցության խաղարկման համար տարբեր թևերի միջև եւ այստեղ ես կարծում եմ պարտված կողմը ավելի հենց Տիգրան Ավինյանն է քաղաքապետ, ինչու, որովհետեւ այն արձագանքը, որ նա տվեց, դա շատ արժեքավոր արձագանք կարող է լինել, եթե լիներ հնչեր անմիջականորեն դեպքից հետո, ոչ թե օրեր անց, այլ ժամեր անց։ Այդ դեպքում Ավինյանի այսօր հնչեցրած արտահայտությունները կլինեին իսկապես արժեքավոր, երբ գնահատվում է եւ դատապարտվում է այդպիսի վարքագիծը առանց բայցերի կամ սակայնների։
Բայց քանի որ անցել են օրեր եւ այդ օրերի ընթացքում ես նշեցի տեղի է ունեցել այդ ծավալումը քաղաքական շերտերի, հիմա արդեն Ավինյանի այդ հայտարարությունը չունի այդ արժեքը եւ միակ արժեքը կարող է լինել այն, որ Ավինյանը իր որոշումով որպես քաղաքապետ պաշտոնանկ անել վարչական շրջանի ղեկավարին։ Առավել եւս երկինքը հայտարարում է, որ վարչական շրջանի ղեկավարները քաղաքապետի ներկայացուցիչներն են տեղերում։ Հետեւաբար այդ վերադասի դիրքից գնահատելով նա հաղթող կամ այսպես ասենք քաղաքականապես չպարտվող կլիներ, եթե կայացներ այդ որոշումը համարելով, որ այդ միջադեպը պարզապես այդ տեսանկյունից, հետագա պաշտոնավարման տեսանկյունից թույլատրելի չէ։ Բայց մենք տեսանք, որ ընդամենը եղավ այս արձագանքը ներողությունը, այսինքն հրապարակային մակարդակով ինչ որ կոմպրոմիսային տարբերակ գտնվեց Ավինյանի եւ կոալիցիոն գործընկեր ուժի միջեւ, բայց քաղաքական իմաստով ես կարծում եմ այդ հանրային ընկալման տեսանկյունից եւ նաեւ ներքին հարաբերությունների տեսանկյունից փաստացի Տիգրան Ավինյանն էր այստեղ զիջողը եւ մեծ հաշվով քաղաքական առումով տանուլ տվողը։